Վերջերս դերասանի մոտ ակտիվացել է Կարմիր դուռ դեղին դուռ խաղը։ Այս խաղը ստեղծվել է 2021 թվին, բայց ավելի է ակտիվացել մեր օրերին 2025 թվին։ Այս խաղը ավելի շատ տարածված է Ռուսաստանի դեռահասների մոտ։ Այս խաղի պատճառով արդեն 4 հոգի մահացել են, իսկ 40 հոգի հիվանդանոցում են գտնվում։ Այս խաղը նաև տարածված է մեր մոտ։ Օրեր առաջ Երևանում դպրոցներից մեկում 7-րդ դասարանի մի քանի աշակերտներ փորձել են խաղալ այդ խաղը։ Եվ ուսուցիչներից մեկը տեսել է, որ երեխաներից մեկը վատացել է, նա դիմել է դպրոցի բուժքույրներից մեկին։ Բուժքույրը հաստատել է, որ տապակմունության կանչելու կարիք չկա։ Երբ այդ հետևանքից հետո տնօրինությունը խոսել է երեխաների հետ եւ բացատրել է, թե այդ խաղը ինչ հետևանքներ կարող է թողել։ Սիրելի հետևորդներ, այսքանով էլ ձեզ ուզում եմ ասել, որ ի վերջո մենք քրիստոնյա ազգ ենք եւ չպետք է թույլատրենք, որ խաղանք այսպիսի խաղեր։